Armenia TV-ին և PM Publishing House-ը ներկայացնում են Նանե հեռուստահանդեսը։ Հոգնել եք աշխատանքային օրերի առօրյա ռիթմից, կարող եք մոտակա րոպեներին ոչինչ չանել, պարզապես միացեք մեզ և քաղեք հետաքրքիր ինֆորմացիայի այսօրվա չափաբաժինը։ Եթերում Նանեն է, ողջույն։ Դիտեք այսօր Նանեի եթերում։ Նանե խոհանոց, բիֆ տալյատա, տավարի մսով և պարմեզանով կերակուր, շաքարախտ, որոնք են նախանշանները և ինչպես հետազոտվել, թելային լիֆտինգ նորագույն մեթոդով, ոչ վիրաբուժական երիտասարդացում, Լիլի Էլբակյանը իր բեմադրությունների, գեների, կին-տղամարդ փոխհարաբերությունների և ոգեշնչման աղբյուրների մասին։ Ամանորի ճաշացանկը կանայք սկսում են կազմել դեռևս 1 ամիս առաջ։ Այսօր մեր խոհանոցում նոր բաղադրատոմս է, դա նշանակում է, որ ամանորյա սեղաններին կարող է լինել նոր ուտեստ։ Ես իրով ողջունում եմ HB ռեստորանի շեֆ խոհարար Տիգրան Թերզյանին։ Ողջույն Տիգրան։ Ողջույն։ Ուրախ եմ ձեզ տեսնել մեր տաղավարում, որովհետև գիտեմ, որ դուք շատ հետաքրքիր ուտեստ եք պատրաստելու մեզ համար։ Եվ ինչ է դրա համար հարկավոր։ Այսօր մենք պատրաստելու ենք տավարի տալյատա, որի համար մեզ անհրաժեշտ են տավարի փափկամիս, շամպինյոն տեսակի սունկ, բալզամիկի քացախ, ծովյախ, պարմեզան։ Մենք հիմա միասին կպատրաստենք, ես ձեզ կարող եմ օգնել, եթե դուք ինձ ասեք, ես ինչ անեմ, ինչով օգնեմ։ Նախ պետք է կտրատվի շամպինյոն սունկը, այնուհետև տավարի փափկամիսը պետք է մարինացվի, այն մարինացվում է ծովյաղով, պիպարով և զեյթունի ձեթով։ Այդ դեպքում ես սունկը կտրատեմ, դուք ձեր գործողությունը մսի հետ կապված արդեն արեք։ Ես ճիշտ եմ կտրատում։ Այո, ճիշտ եք կտրատում։ Քանի որ ուտեստը մսային է, կարծում եմ այն շատ լավ կդիտվի ամանորյա սեղաններին, այդպես չէ։ Այո, կարող է դիտվել։ Ուղղակի տնային տնտեսուներին նեղություն չտալու համար կարող են համենալ մեր մոտ համտեսել։ Վերցնում ենք պիպարը, պղպեղը։ Ես որքանով տեղյակ եմ, սա ֆրանսիական ուտեստ է, ֆրանսիական ծագում ունի։ Այո։ Եվ մատուցվում է գերմանական խոհանոցում։ Էլ ինչ ուտեստներ կան ֆրանսիական, որը դուք շատ համեղ պատրաստում եք։ Բազում տեսականներ ունենք, ունենք կարտոֆիլի գրատեն պարմեզանի սոուսով, ունենք բադիդոշ թզի սոուսով, բազում տեսականի կա։ Տավարի փափկամիսը պետք է 4-5 րոպե մնա, որպեսզի համեմունքները ներծծվի, այո։ Եվ հիմա պետք է սխտորը մաքրենք, որպեսզի շամպինյոն սունկը տապակվի։ Ամբողջ սխտորը պետք է մաքրել։ Չէ, 2 հատը բավարար է։ Հիմա ինչ պետք է անենք։ Հիմա պետք է տավարի փափկամիսը գրիլ արվի և շամպինյոն սունկը տապակվի զեյթունի ձեթով, բալզամիկի քացախով և վերջում ավելացվի մաղադանոս։ Ուրեմն մենք վերցնում ենք բալզամիկը։ Բալզամիկը։ Սա դնում ենք այստեղ։ Սունկը վերցնում ենք։ Սունկը վերցնում ենք։ Վերջ։ Սխտորը վերցնում ենք, ես սա կվերցնեմ և միսը կվերցնեմ։ Գնացինք։
Մեր ուտեստը գրեթե պատրաստ է, մնում է ձևավորելու պահը։ Այո։ Մեր ռեստորանում այս ուտեստը ձևավորում ենք քարի վրա։ Ինչու՞։ Տեսքի համար։ Մատուցվում է քարի։ Այո, մատուցվում է քարի վրա։ Մենք տավարի փափկամիսը գրիլ արեցինք։ Պետք է կտրատենք մինչև 1 սանտիմետր հաստությամբ։ Այդ պատճառով էլ այս ուտեստը կոչվում է տալյատա։ Տիգրան, հետաքրքիր է, երբ ձեզ մոտ առաջացավ սերը խոհարարության։ Ճիշտն ասած, միշտ սիրել եմ պատրաստել։ Երևի այդ պատճառով էլ ընտրեցի այս մասնագիտությունը եւ սիրով անում եմ այս գործը։ Իսկ քանի տարի է ինչ զբաղվում եք։ Մոտ 11 տարի։ Բավականին երկար ժամանակ է։ Վերցնում ենք մեր։ Վերցնում ենք քարը։ Շարում ենք տավարի փափկամիսը։ Որից հետո տապակված շամպինյոնը լցնում ենք վրան։ Հետո լոլիկը ու վերջ, չէ, մենք Եվ նաև ունենք պարմեզան պանիր ունենք։ ձևավորում ենք։ Այո։ Ձևավորում ենք պարմեզան պանիրը։ Մենք այսպես կողքը։ Չերի պոմիդոր եւ ծովի խոշոր աղով։ Խոշոր աղը ձևավորման համար է, թե ընթացքում կարող է Համ ձևավորման, համ համի համար։ Այս ցանկությունը թողում ենք հաճախորդին։ Եթե կարող է հաճախորդը աղի ուտող է, օգտվել այդ աղից։ բնականաբար։ Վերջ։ Այո։ Շնորհակալ եմ Տիգրան այսչափ հետաքրքիր ուտեստ պատրաստելու համար մեզ համար, իսկ մեր սիրելի հեռուստադիտողները, եթե ցանկանում են իրենց ճաշացանկը համալրել եւս մեկ հետաքրքիր ուտեստով, կարող են դիտել Բաղադրատոմսը հեռուստաէկրաններին եւ պատրաստել։ Իսկ մեզ բարի ախորժակ։ Բարի ախորժակ։ Բիֆ տալյատա, 180 գրամ տավարի փափկամիս, 100 գրամ շամպինյոն, 20 գրամ բալզամիկ քացախ, 10 գրամ մաղադանոս, 20 գրամ պարմեզան, 10 միլիգրամ բուսական յուղ, 5 սխտոր, աղ, պղպեղ։ Շաքարախտ ախտորոշումը շատերի մոտ լուրջ մտավախություններ է առաջացնում եւ ստիպում ավելի զգոն եւ ուշադիր լինել սեփական առողջության հանդեպ։ Ինչ է իրենից ներկայացնում շաքարախտը, ովքեր են հակված այս հիվանդությանը, ինչպես կանխարգելել եւ բուժել։ Այս մասին մենք այսօր կզրուցենք Էկոսենս լաբորատորիայի տնօրեն, համաճարակաբան, բժշկական գիտությունների թեկնածու Ինեսա Նազարյանի հետ։ Ողջույն Տիկին Նազարյան։ Այդպես։ Նախ կուզենայի խոսել արյան մեջ շաքարի պարունակությունից։ Որն է նորման եւ որ դեպքում կարելի է ահազանգել շաքարի բարձր տոկոսի մասին։ Գլյուկոզան կամ այսպես ասած շաքարը մարդու օրգանիզմի համար շատ կարևոր նշանակություն ունի։ Նա պատասխանում է նյութափոխանակության համար եւ էներգիայի կարևորագույն աղբյուրն է։ Բայց շատ ճիշտ է եւ շատ կարևոր է օրգանիզմի համար դա շաքարի նորմալ պարունակությունն է, որը ցանկացած մարդու համար դա կլինի կին, թե տղամարդ, կլինի երեխա, թե տարեց մարդ, նորմաները նույնն են։ Դա 3.3-ից մինչև 5.5 միլիմոլ լիտրի մասն ենք խոսում։ Դրանից ավել կամ պակասը երկու դեպքում է շատ վնասակար առողջության համար եւ ահազանգել պետք է ցանկացած դեպքում թե թվերի նվազեցման մասին, թե առավել կարևոր է բարձրացման մասին։ Իսկ ինչ գործոններ կարող են հրահրել արյան մեջ շաքարի բարձրացմանը։ Գործոնները շատ են։ Ամենակարևորը դա ստրեսային իրավիճակն է։ Դա վիրուսային հիվանդություններն են։ Դա քաշի ավելացումն է։ Դա սննդակարգի չհետևելն է, դա նստակյաց կյանքի վարելն է,
Այդ բոլորը կարելի է վերցնել որպես գործոններ, որոնք կարող են նաև հետագայում բերել բարդությունների շաքարի բարձրացմանը։ Այստեղ ես չասեցի ժառանգական գործոնը, որը ամենակարևորներից մեկն է։ Որքանով ես տեղյակ եմ, շաքարախտ հիվանդությունը հանրության լայն զարգացումների մոտ միանշանակ չի ընկալվում։ Արդյոք արյան մեջ շաքարի նորմայից բարձր քանակությունը կարելի է համարել շաքարախտ։ Միանշանակ ոչ։ Նախ եւ առաջ շատ կարեւոր է թե որ ժամերին եւ ինչ պայմաններում է կատարվի հետազոտությունը հանձնվի արյունը, որովհետեւ կան նորմաներ եւ կան ճիշտ ձևեր արյունը հանձնելու համար շաքարը որոշելու դա միանշանակ անոթի առավոտյան ժամերին, որովհետեւ ուտելուց հետո շաքարը հակում ունի բարձրանալու դա նորմալ է։ Ուղղակի բարձրացումը պիտի ճիշտ ընկալվի, ճիշտ գնահատվի, դա մասնագետի գործ է եւ ցանկացած դեպքում, եթե հետազոտության արդյունքում կան մի փոքր բարձրացած թվեր, մասնագետի ներկայությունը այդ դեպքում կարևոր է եւ դիմել մասնագետին, ինքնաբուժությամբ չզբաղվել, դա շատ կարևոր է ցանկացած մարդու համար։ Իսկ ինչ որ ասում եք հանրության տեսակետից չի ընկալում, գիտեք, հետաքրքիր վիճակագրություն է վերջերս անցկացվել Ռուսաստանում, ցանկացած մեկ հետազոտված եւ ախտորոշված հիվանդի համար, որ ունի շաքարային դիաբետ, գալիս է 3-ից 4 հիվանդներ, որոնք իրենց մոտ անգամ չեն կասկածում շաքարային դիաբետի առկայությունը։ Երբ պետք է անձը դիմի լաբորատոր հետազոտության, ինքնազգացողության մեջ ինչ փոփոխություններ պետք է տեղի ունենան, որպեսզի անձն իր մոտ կասկածի շաքարի նորմայից բարձր տոկոս։ Գիտեք, ախտանիշները շատ են եւ շատ զանազան։ Դրանցից կարող եմ ասել մի քանիսը, որը շատ հաճախ է հանդիպում, դա բերանի խոռոչում չորության զգացումն է, դա թուլությունն է, դա անհագ ծարավի զգացումն է, դա անհագ սովի զգացումն է, դա քաշի ավելացումն է կամ հակառակը անբացատրելի քաշի կորուստն է, դա մաշկի քորն է, երբ որ մարդը զգում է, որ անհայտ պատճառներից մաշկի քոր է առաջացել, մազաթափություն է, դա հաճախամիզությունն է։ Ախտանիշները այնքան շատ են, օրինակ վերջույթների թմրացությունը եւ ծակծկոցի զգացումը։ Ճիշտ է, երևի ամեն տարի դա ընդունված գաղափար է արտերկրներում եւ շատ ճիշտ կլինի, որ որդեգրենք նաեւ մեզ մոտ այդ քաղաքականությունը, որ ցանկացած հասուն մարդ տարին մեկ անգամ գոնե այդ պրիմիտիվ շաքարի անալիզը հանձնի, որպեսզի վաղ ախտորոշման եւ վաղ հայտնաբերման մասին մենք կարողանանք խոսել եւ խուսափենք բարդություններից, որոնք որ կարող են առաջանալ շաքարային դիաբետ հիվանդության պատճառով։ Իսկ որ տարիքային խումբն է առավել հակված այս հիվանդությանը եւ ինչու։ Գիտեք, այստեղ պիտի ասենք, որ շաքարային դիաբետը կա երկու տեսակի, դա առաջի տիպի եւ երկրորդ տիպի, որովհետեւ առաջի տիպի շաքարային դիաբետը ավելի շատ հակված են երիտասարդները մինչեւ 40 տարեկան եւ ինչն է հետաքրքիր, նվազ նիհար մարդիկ։ Իսկ երկրորդ տիպի շաքարային դիաբետին ավելի շատ հակված են 40 անց մարդիկ, որոնք գերքաշի խնդիրներ են ունենում։ Կախված շաքարային դիաբետի տիպից նաև բուժման սխեմաներն են կտրուկ փոխվում, որովհետև շաքարային դիաբետի առաջի տիպի դա ինսուլին կախյալ է, իսկ երկրորդ տիպի շաքարային դիաբետը ինսուլին կախյալ չէ եւ դեղորայքը այդ դեպքում շատ փոխվում է։ Կա նաև շաքարային դիաբետ, որը մանկական տարիքում է հայտնաբերվում, օրինակ ըստ վիճակագրական տվյալների, քանի որ դա համարվում է ընդհանրապես շաքարային դիաբետը դարի հիվանդություններից մեկը, 1% ազգաբնակչության մանուկների ունեն շաքարային դիաբետ դախտը, արդեն ախտորոշված թվերի մասին ենք խոսում։ Իսկ եթե մենք չախտորոշված թվերի մասին խոսանք, չհայտնաբերված թվերի մասին խոսանք, դրանք ավել կլինեն այդ տոկոսները։ Այդ դուք խոսեցիք նաև մանկական շաքարախտի մասին, որ նշաններն են, որ պետք է ստիպեն ծնողին մտածել երեխային հետազոտելու մասին։ Ծնողը պետք է միանշանակ մտածի շաքարային դիաբետի մասին, եթե երեխան սովորականից հաճախ սկսում է ջուր ուզել, սովորականից հաճախ սկսում է միզել եւ զարգանում է երեխայի մոտ գիշերամիզություն, մաշկի քոր, այդ ժամանակ գոնե մեկ անգամ շաքարի անալիզը, շաքարի հետազոտությունը կատարել երեխայի մոտ պարտադիր է դառնում, որպեսզի վաղ հասակում հայտնաբերվի այդ իմ ասած ավելի վտանգավոր առաջի տիպի շաքարային դիաբետը եւ երեխան հետո կյանքի ընթացքում պետք է ինսուլին ստանա։ Իսկ կարելի է արդյոք ժամանակին հետազոտվելով կանխարգելել այս հիվանդությունը։
Առաջի տիպի շաքարային դիաբետը շատ դժվար է կանխարգելել, որովհետև հիմնականում առաջի տիպի դիաբետի մասին երբ որ մենք խոսում ենք, դրա պատճառներից մեկը դա ժառանգական գործոնն է, դրա պատճառներից մեկը դա տարած վիրուսային հիվանդություններն են, ինչպիսին են օրինակ ջրծաղիկը, կարմրախտը, գրիպը եւ մնացածը, եւ կանխարգելել այդ դեպքում շատ դժվար է դառնում։ Ավելի հեշտ կանխարգելման ենթարկվում է երկրորդ տիպի շաքարային դիաբետը, որը սննդակարգի խախտման, որը նստակյաց կյանքի հետևանքով, որը գերքաշի պատճառով է առաջանում մարդկանց մոտ, որը ստրեսային է միանշանակ, խուսափելով այդ բոլոր գործոններից ունենալ ֆիզիկական ակտիվություն, հետևել սննդակարգին, հետևել քաշին եւ ֆիզիկական ակտիվությունը բարձր պահել կյանքի որպես օրենք, դա մենք կարողանում ենք ժամանակ ասել, որ կանխարգելենք շաքարային դիաբետի հավանականությունը։ Իսկ եթե արդեն առաջացել է շաքարային դիաբետ, շատ ավելի կարևոր է կանխարգելել այն բարդությունները, որոնք առաջանում են շաքարային դիաբետի հետևանքով, քանի որ միանշանակ ախտահարվում է անոթային համակարգը օրգանիզմի, եւ որպես բարդություն առաջանում է եւ սրտամկանի, եւ գլխուղեղի սնուցումն է խանգարվում է նաեւ ստորին եւ վերին վերջույթների սնուցումը, այդ ժամանակ խանգարվում է տեսողությունը, այն ժամանակ ունենում ենք երիկամային խնդիրներ, այդ բոլորից խուսափելու համար վաղ հայտնաբերվել, վաղ ախտորոշել եւ բուժումը ճիշտ եւ adekvat սկսել շատ կարեւոր է դառնում մարդու համար, հիվանդի համար։ Ինչպես կարող է անձը առհասարակ ապահովագրել իրեն այս հիվանդությունից դեռևս առողջ վիճակում։ Դա միանշանակ ժամանակ առ ժամանակ դիմել ախտորոշման կենտրոններ, այս ախտորոշումները, եթե մնացածների մասին խոսելուց մենք խոսում ենք առանց մասնագետի մի դիմեք կենտրոններ ախտորոշման համար, շաքարի անալիզը անելու համար կարող եք առանց նաև մասնագետի դիմել, ուղղակի տարին մեկ անգամ յուրաքանչյուր անձ որդեգրի քաղաքականություն, որ հետազոտվի շաքարի նկատմամբ, ու եթե ունենան որևիցե փոփոխություններ եւ մակարդակի բարձրացում կամ իջեցում, պարտադիր դիմել մասնագետի եւ որպեսզի եւ ճիշտ ախտորոշում ստանալ, որովհետեւ միայն շաքարի քննությունը որոշելուց մենք չենք կարողանալու ասել դա շաքարային դիաբետ է թե ոչ։ Դա լրացուցիչ հետազոտություններ է պահանջում, որը արդեն կորոշի մասնագետը եւ կնշանակի, որից հետո նոր մենք կկարողանանք եւ ճշգրիտ բուժում եւ ճշգրիտ կյանքի արդեն սխեմա գծել հիվանդի համար, հետագա արդեն բարդություններից խուսափելու համար։ Շնորհակալ եմ Տիկին Նազարյան, կարծում եմ այսօրվա զրույցը բավականին ակտուալ է մեր հեռուստադիտողների համար եւ կստիպի, որպեսզի իրենք ավելի լուրջ մոտենան իրենց առողջությանը։ Առողջ եղեք, ես եմ շնորհակալ։ Դարերի վեր կանայք դիմել են ամենատարբեր մեթոդներին իրենց գեղեցկությունն ու երիտասարդությունը պահպանելու համար։ Բարեբախտաբար մեր օրերում էսթետիկ գեղեցկությունը գնալով կատարելագործվում է, ինչը մեզ կանանց հնարավորություն է տալիս դիմել համապատասխան մասնագետներին եւ շտկել արտաքին ակնառու թերությունները։ Մենք այժմ գտնվում ենք Ջոն Ռիկ էսթետիկ բժշկության կենտրոնում եւ այսօր կենտրոնի տնօրեն Արգինե Դավթյանի հետ կզրուցենք երիտասարդացման նորագույն մեթոդների մասին։ Ողջույն Արգինե։ Ողջույն։ Այսօր խոսելու ենք թելերով երիտասարդացման նորագույն մեթոդի մասին։ Որքանով տեղյակ եմ, այս թելերը նորամուծություն են Հայաստանում, նախ կուզենայի խոսել առհասարակ թելերով երիտասարդացման մասին։ Ինչ է այն իրենից ներկայացնում։ Այո, հենց այս մեթոդը թելերով երիտասարդացման Հայաստանում նորամուծություն է, որովհետև մենք մինչ այժմ արել ենք թելային ձգումները, որոնք իրենցից ներկայացնում են մոնոթելային, դրանք մոնոֆիլամենտ թելերով դեմքի ձգումներ, մաշկի ձգումներ, որոնք ներծծվող թելեր էին, բնականաբար, եւ ազդեցության տևողությունը մինչև 1.5-2 տարի։ Այժմ մենք ունենք իհարկե Հայաստանում նոր մեթոդ է, բայց այն ավելի քան 30 տարի արդեն իսկ գործունեության մեջ է եւ կիրառվում է։ Դա Մարլեն Սուլամանիձեի հեղինակային մեթոդն է, թելերով ձգման մաշկի, որը իրենից ներկայացնում է ավելի քիչ ինվազիվ
վիրաբուժական մեթոդ եւ կատարվում է եւ ներծծվող թելերի միջոցով եւ ոչ ներծծվող թելերի միջոցով։ Իհարկե այստեղ մի փոքր այլ է կատարման մեթոդը եղանակը, բայց բնականաբար, քանի որ այն համարվում է ոչ լիարժեք վիրահատական միջամտություն, այլ ավելի քիչ ինվազիվ, տևողությունը ավելի երկարատև է եւ իհարկե էֆեկտը եւ արդյունքը միանգամից տեսանելի է եւ ավելի բնականաբար ավելի լավ։ Այս մեթոդը կոչվում է Aptos, հենց թելերը Aptos ուրեմն ընկերությանն են, որոնք կոչվում են հենց լիֆտինգը կոչվում է Aptos թելերով մաշկի ձգում։ Արգինե, դու մատնանշեցիր հենց Aptos թելերը։ Ինչու կինը, ով որոշել է դիմել թելային լիֆտինգի, պետք է ընտրի հենց այս թելերը։ Գիտեք, թելի ընտրությունը շատ խիստ անհատական է, որովհետև դա կախված է եւ տարիքից, եւ կախված է դեմքի տեսակից։ Կան դեմքի տեսակներ եւ կա ծերացման տեսակ, որի ժամանակ մենք կարող ենք նախընտրությունը տալ մոնոֆիլամենտային թելերին, որոնք ոչ ֆիքսվող են, ոչ Aptos-ային թելերն են, եւ ավելի թեթև պրոցեդուրա է իրենից ներկայացնում եւ քիչ տրավմատիկ։ Բայց բնականաբար կա դեպքեր եւ կան դեմքեր, որոնց ժամանակ մենք պետք է ընտրենք միանշանակ Aptos, որովհետև կա ծերացման այնպիսի տեսակ, որի դեպքում բնականաբար մենք չենք կարողանա կատարել այն ձգում, այն դեմքի օվալի ձևափոխությունները կամ դեմքի որոշ հատվածների բարձրացումը առանց Aptos-ի, առանց ֆիքսող թելերի։ Aptos-ը, քանի որ այն համարվում է ավելի շատ վիրաբույժների համար նախատեսված պրոցեդուրա, չներծծվող թելեր, մի շարք տարբերակներ, ուրեմն թելերի տեղադրման, որոնք վիրաբուժական են, այդ իսկ պատճառով հատուկ կոսմետոլոգների համար եւ բժիշկ կոսմետոլոգների համար Aptos-ը ստեղծել է տարբերակ թելերի տեսակներ, որոնք ավելի նման են մոնոթելերին տեղադրման եղանակը եւ բժիշկ կոսմետոլոգի համար ավելի հասանելի է այդ պրոցեդուրան իրականացնել եւ ավելի հեշտ։ Այդ իսկ պատճառով մենք Aptos-ի տարբերակում ունենք վիրաբուժական եւ ունենք ոչ վիրաբուժական, այսինքն կոսմետոլոգիայի համար նախատեսված, որը կարող է իրականացնել բժիշկ կոսմետոլոգը։ Վերջերս դուք կազմակերպեցիք սեմինար նվիրված թելային լիֆտինգին։ Ինչ մասնագիտական նորություններ իմացան բժիշկները եւ ինչ կարող են իմանալ նաեւ մեր հեռուստադիտողները։ Սեմինարը կազմակերպել է ProBrand Cosmetics-ը, որը հանդիսանում է մեր դիստրիբյուտորական ընկերությունը եւ ներկայացնում է Հայաստանում մի շարք էսթետիկական բժշկության մեջ օգտագործվող եւ կիրառվող նյութեր եւ մեթոդներ եւ հանդիսանալով Aptos թելերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում մենք կազմակերպեցինք պլաստիկ վիրաբույժների եւ կոսմետոլոգների համար սեմինար, որտեղ բժիշկները անցան վերապատրաստում մեթոդով աշխատելու հնարավորություն եւ սերտիֆիկատներ։ Սեմինարը անցկացրեց Aptos կլինիկաների գլխավոր տնօրեն պլաստիկ վիրաբույժ Էրիկ Ազիզյանը Մոսկվայից ժամանեց եւ սեմինարի մասնակից բժիշկները եւ պլաստիկ վիրաբույժները եւ կոսմետոլոգները իհարկե տեղեկացան եւ տեսանք պրոցեդուրաներ մի շարք մոդելների վրա, բոլոր տեսակի թելերի տեղադրման եղանակները եւ հնարավորությունները եւ իհարկե հեռուստադիտողի համար մեծ նորություն է, որ քաղաքի մի շարք պլաստիկ վիրաբույժներ եւ կոսմետոլոգներ սերտիֆիկացված են եւ այսուհետ կկիրառեն Aptos թելային ձգումը։ Հարցս բխում է բոլոր կանանց հետաքրքրության շրջանակներից, կարծում եմ, ինչ ակնառու փոփոխություններ պետք է տեղի ունենան, որպեսզի կինը դիմի այս մեթոդի։ Հիմնական Aptos մեթոդի ցուցումը դա գրավիտացիոն պտոզն է, այսինքն հյուսվածքների իջեցումը։ Եթե դեմքի վրա ունենք մանր կնճիռներ, որոնք մենք այլ մեթոդներով կարողանում ենք վերացնել, դա կլինի միմիկ կնճիռները, դրանք կլինեն ավելի մանր կնճիռներ, որոնք լցնողներով կարելի է վերացնել, իսկ դեֆորմացիոն ծերացման ժամանակ, երբ կա հյուսվածքային կախում, օվալի խանգարում, այտոսկրերի շրջանում հյուսվածքի բացակայություններ, այս դեպքում բնականաբար մենք պետք է դիմենք Aptos թելային ձգման, որը տեսանելի է հենց պրոցեդուրայից հետո, ունի քիչ վերականգնողական շրջան հետ պրոցեդուրայի, որից հետո արդեն մենք կկարողանանք իրականացնել այն բոլոր մնացած մեթոդները, ասենք լցնողներ կամ բոտուլոթերապիան, որը կատարում ենք, որպեսզի ունենանք արդեն տեսանելի շատ մեծ փոփոխություն տարիքային կնոջ դեմքի վրա։ Մեթոդը կիրառելուց որքան ժամանակ անց կինը կարող է տեսնել արտաքին փոփոխություններ իր դեմքին։ Մեթոդը իրականացնելուց անմիջապես հետո տեսնում ենք փոփոխությունը, որովհետև դա մեխանիկական ձգում է։ Կոպիտ ասած, մենք հաստ թելով հյուսվածքը ձգում ենք դեպի վերև։
Եվ մի փոքր այտուց կարող է լինել պրոցեդուրայից հետո եւ իհարկե կապտուկներ, որը կանցնի 1 շաբաթ 10 օրից հետո եւ ամբողջովին կինը տեսնում է դեմքի վրա կատարվող փոփոխել։ Չներծծվող թելը բնականաբար չի ներծծվում եւ մնում է հյուսվածքում, միայն մի քանի տարուց հետո կարելի է փոքրիկ կորեկցիա կատարել, բարձրացնել, ձգել թելը եւ կունենալ նորից նույն լուծումը։ Իսկ ներծծվող թելը միջին հաշվով կարող է մոտ 3 տարի պահպանել իր էֆեկտը։ Որքան ժամանակ է արդյունքը պահպանվում։ Գիտեք, շատ խիստ անհատական է կախված կնոջ տարիքից, կախված նրա ապրելակերպից, կախված նրա մաշկի նկատմամբ ունեցած թերապևտիկ միջամտությունների քանակից եւ որակից խիստ տարբեր կարող է լինել, բայց այնուամենայնիվ եթե ունենք մինչեւ 45 տարեկան եւ ոչ դեֆորմացիոն տեսակի ծերացող դեմք, ապա թելի ազդեցությունը առհասարակ լինում է մոտ 3 տարի։ Իսկ ավելի բարձր տարիքում, եթե ունենք խիստ ինտենսիվ թերապևտիկ պրոցեդուրաների իրականացում մաշկը, այսինքն կինը հետևում է իր մաշկի խնամքին, տարին մեկ անգամ կատարվում է ինյեկցիոն պրոցեդուրաներ, մաշկի խոնավեցում, մաշկի ռադիոալիքային ձգում, մաշկի լազերային ինչ-որ պրոցեդուրաներ, ապա այս դեպքում բնականաբար մենք կունենանք երկարատև ազդեցություն։ Իսկ եթե կինը դնում է թելը եւ մոռանում է այդ մասին եւ առհասարակ մոռանում է դեմքի խնամքի եւ մաշկի խնամքի մասին, ապա չեմ կարող ասել մի քանի տարի։ Արդյունքում, քանի տարով կինը կարող է երիտասարդանալ դիմելով այս մեթոդին։ Անձամբ իմ փորձից կարող եմ ասել մոտ 10 տարի։ Շնորհակալ եմ հետաքրքիր ինֆորմացիայի համար, կարծում եմ այն կհետաքրքրի նաև մեր հեռուստադիտողներին։ Շնորհակալություն սիրով։ Տաղանդավոր գենը հզոր զենք է սերունդների ձեռքում։ Մեր այսօրվա հյուրը իր գործունեությամբ լիովին ապացուցել է, որ արժանի է կրելու այդ գեները, միաժամանակ ձևավորելով իր ուրույն տեսակը։ Նանեի տաղավարում դերասանուհի, ռեժիսոր Լիլի Էլբակյանն է։ Ողջույն Լիլի։ Ողջույն։ Լիկա, դու փոքրուց կարելի է ասել մեծացել ես թատրոնում։ Սերը դեպի թատրոն բխել է դեռևս մանուկ հասակից, թե այնուամենայնիվ գիտակցված ես որոշում կայացրել ընտրել այդ մասնագիտությունը։ Դե այդպես է ստացվել, որ ինձ երևի ակամա թե ակամա սերմանել են սերը դեպի թատրոնը, դեպի արվեստը ու արվեստի տարբեր բնագավառներ, հետո ես քնում էի թատրոնի կուլիսներում ու այնտեղ մեծանում ու երևի այդպես է ստացվել, որ ես ուղղակի չէի պատկերացնում, որ կան ուրիշ մասնագիտություններ, օրինակ ես մտածում էի, երբ որ մեծացա, արդեն մտածում էի, որ ինչ հետաքրքիր է, որ բժիշկներն են սիրում իրենց մասնագիտությունին, դա ինձ համար հայտնագործություն էր, որովհետև ինձ թվում է, որ մենակ դերասանները պիտի սիրեն ու ինտուզիազմով աշխատեն, իսկ բժիշկները ուղղակի գործավոր պիտի անեն, էլի։ Բայց իհարկե հետո, երբ որ արդեն պիտի ընդունվեի թատերական ինստիտուտ, ես շատ ուզում էի դերասանուհի դառնալ։ Հայրիկս պնդեց, որ ռեժիսոր դառնամ, որովհետև մտածողությունս ավելի ռեժիսորական էր եւ երևակայական ինչ-որ բաներ էի անում փոքր ժամանակ երևի, ինքը ասաց, որ գիտես ինչ, դու ռեժիսոր դարձիր, հետո կուզես կխաղաս, կուզես կբեմադրես եւ իրոք այդպես էլ եղավ եւ հիմա շնորհակալ եմ այդ խորհրդի համար, որովհետեւ իրոք թանկ խորհուրդ էր։ Ես հիմա հասկանում եմ, որ ես ազատ եմ իմ կողմնորոշումների մեջ, ես կարող եմ խաղալ, ես կարող եմ բեմադրել, ես եմ իմ գլխի տերը, այսպես ասած, եւ կարող եմ դա անել, երբ ուզենամ։ Բայց գիտակցված ընտրեցի ռեժիսորի մասնագիտությունը ու հիմա չեմ փոշմանում, որ հենց դա ընտրեցի։ Լիկա, երբևէ ծնողներիդ գեները քեզ չեն խանգարել։ Զուտ ինքնակայացման ճանապարհին չի եղել պայքար ապացուցելու, որ դու ինքդ այդ գեների անհատական արդյունքն ես եւ ոչ թե դրա կրկնօրինակը։ Չեմ կարող ասել խանգարել, որովհետև շատ հարցերում էլ օգնել է եւ հիմա ես շնորհակալ եմ, որ ես հենց իմ ծնողների զավակն եմ, բայց երբ ուսանող էի, շատ վիրավորվում էի, որ ասում էին, այ Էլբակյանի աղջիկն է, դրա համար է անվճար ընդունվել, Էլբակյանի աղջիկն է, դրա համար է այս դերը խաղում կամ հակառակը, որովհետև եւ երբեք չէի թողնում, որ ծնողներս խառնվեն։ Ես հիշում եմ, երբ պիտի բեմադրեի Կարմիր լապտերները, հայրիկս եկավ, որպես գեղարվեստական ղեկավար ուղղելու համար, նայելու, գուցե խորհուրդ
տալու, որովհետև մեծ դերասաններ էին խաղում, մեծահասակ տարիքով, ինձնից մեծ։ Եվ ես ինչ որ փոքր աղջիկ բեմադրում եմ սկանդալային ներկայացում հասարակական մասին, ես հիշում եմ իրան ասեցի, պապ, եթե ինչ որ խորհուրդ տաս, մենակ լույսի հետ կապված, ուրիշ ոչ մի խորհուրդ չեմ ընդունում, եւ իրոք այդպես էլ այդ ներկայացումը շատ կարիք կար խորհուրդների, որովհետեւ իրոք եթե ուղղվեր շատ ավելի լավ կլիներ, ես հետո ընթացքում կրճատեցի, փոխեցի, ուղեցի, բայց ես ուզում էի ինքնուրույն կայանալ, իսկ հիմա հակառակը, երբ ես արդեն կայացել եմ ինքնուրույն, ես իրենց խորհրդի կարիքին եմ սպասում, եւ ես շատ եմ ուզում վերադառնալ մանկություն ու լսել խորհուրդները։ Թվում է, որ հակառակը պիտի լիներ, ես այն ժամանակ պիտի հավաքեի քարերը, որ հիմա թափեի, բայց ինձ մոտ հակառակ process-ն է լինում, ես հիմա ավելի շատ եմ սկսել այդ քարերը հավաքել, որովհետև ես հասկանում եմ, որ արդեն դեպի իմաստություն եմ գնում։ Չգիտեմ, գուցե այդ հիմա շատ խորը բաներ եմ ասում, բայց իմ մոտ այդպես է հասկանում, որ հիմա կարիք կա իրենցից սովորելու, որովհետև շատ կարճ է ժամանակը։ Բացի դերասանական շնորհից դու նաև շատ շնորհալի ռեժիսոր ես։ Հատկապես ինձ մոտ տպավորվել էր քո բեմադրած Ռոմեո եւ Ջուլիետը, որտեղ շատ հետաքրքիր թե երաժշտական եւ թե նկարչական լուծումներ էր տրված։ Կան նոր մտահաղացումներ, որ մոտակա ժամանակներս պատրաստվում ես հանձնել հանդիսատեսի դատին։ Հիմա այդպես է ստացվել, որ ես երկու բալիկ ունեմ ու անընդհատ այդ մեծ ծավալուն գործեր չեմ վերցնում, չնայած անընդհատ մանկական ներկայացումներ անում եմ Խամաճիկների թատրոնում, մեծ խաղացանկ ունենք մենք եւ հիմնական խաղացանկի շատ ներկայացումներ ես եմ անում, կամ իմ ուսանողներն են անում, ես օգնում եմ եւ դրա վրա շատ ժամանակ է գնում, որովհետեւ համ դասավանդում եմ մանկավարժական համալսարանում, համ աշխատում եմ թատրոնում, ամբողջ այդ բեռը հիմա Խամաճիկների թատրոնի ընկած է իմ ու մայրիկիս վրա, որովհետև պապան մեզնից առանձնացել է, բայց հիմա փոքր ես գիտեմ ինչ պիտի անեմ, բայց չեմ ուզենա ասել, ուղղակի ասեմ, որ Շեքսպիր է լինելու հաստատ, ուղղակի չեմ ուզում ասել, որ գործը, որ ինձանից առաջ չանեն, այդպես ասեմ, որ բայց մտածում եմ ու երազանքներ ունեմ թատրոնի հետ կապված, որոնք կարծում եմ, որ դեռ պիտի իրականացնեմ։ Հետաքրքիր է, իսկ դու ինքդ դիտելով ծնողներիդ խաղը երբևէ քննադատել ես զուտ մասնագիտական առումով։ Հա, իրենք շատ առողջ են վերաբերվում դրան։ Ես համարում եմ, որ հիմա այդպիսի մի շրջան է եկել, որ մենք եռյակի նման ենք աշխատում։ Կարելի է ասել, որ ամեն մեկս ունենք այն, ինչ որ դիմացինը չունի։ Օրինակ ես ավելի երևակայության առումով եմ ավելի ուժեղ, հայրիկս դերասանների հետ ավելի հետաքրքիր աշխատում, մաման մանրուքներն ասում, այսինքն եւ այդ բոլորը իրար լրացնում են, հա, ոնց որ մի մարմին լինենք երեքով եւ միշտ ես նստում եմ ներկայացման վերջում եւ անպայման ինչ որ բաներ ուղղելու համար ասում եւ նույնը իրենք ու կարծում եմ, որ դա այն process-ն է, կողքի աչքը, որը միշտ պիտի լինի, որովհետեւ երբ որ մարդը բեմադրություն է անում կամ երբ որ խաղում է, ինձ թվում է, որ դա լավ է, ինքը չի հասկանում որտեղ է իր սխալը կամ որտեղ պիտի այն մի փոքր բան, ասենք օրինակ մազը այսպես արա, հա, բայց այդ փոքր բանը ամբողջ դերի կամ ներկայացման մեխն է դառնում եւ փոխում է այդ մի բան կարող է խանգարում էր, էլի, եւ իրենք էլ միշտ ասում են կողքի աչքը պարտադիր է եւ այդ կողքի աչքը երևի ես եմ եւ մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում իրանց ներկայացումներին, որովհետեւ շատ հուզվում եմ եւ չեմ սիրում շատ նայել։ Մի անգամ պրեմիերաները նայում եմ եւ էլ չեմ նայում, որովհետեւ իրենցից շատ եմ հուզվում։ Երբ որ ինքս եմ խաղում, պատասխանատվությունը իր վրա է, բայց երբ որ իրանք է խաղում, իրենց համար եմ հուզվում ու աշխատում եմ քիչ նայել իրենց։ Լիկա թե պետ քո ծնողներից քեզ շատ բան է տրվել, բայց այնուամենայնիվ կան ինչ-որ բաներ, որ քեզ չի տրվել ինչ-ինչ պատճառներով եւ դու շատ կուզենայիր այդ ամենը սերմանել երեխաներիդ մեջ։ Չգիտեմ ի վերուստ ինչ կա, որ տրվել է ու չի տրվել, որովհետև շատ բան կա, որ իրենք ունեն ու ես չունեմ եւ հակառակը, բայց ես միշտ երազում էի բալետի պարուհի դառնալ եւ հիմա շատ ուզում եմ, որ աղջիկս դա իրագործի, բայց ես չգիտեմ ծնողներս դեմ են, ասում են, որ մեղ կա եւ դժվար կյանք է դա։ Իրոք կարծում եմ, որ ինքը պիտի որոշի, բայց ամեն դեպքում ես ուզում եմ իրեն ոգևորել ու տանել այդ ճանապարհով, որ գոնե սիրի պարը, որովհետեւ ես ինքս օրինակ երբեմն ամենավատը կյանքում ես պարում եմ, չնայած բեմում ես ինձ հարմար եմ զգում եւ շարժվելուց չեմ մտածում, ես լավ եմ պարում թե չէ, բայց կուզենայի այնպես պարել, որ պարողները ասեին դու շատ լավ ես պարում եւ կարծում եմ, որ պարը ինձ համար մնաց մի երազանք, որը
դեռ ուշ չի, բայց աղջկաս միջոցով կփորձեմ իրագործել։ Լավ, զրուցենք կին տղամարդ փոխհարաբերություններից։ Երբ հասկացար, որ ամուսինդ հենց նա է։ Այս են դեպքն է, որ չեմ կարող ասել, որ երբ տեսա հասկացա, որովհետև այդպես չի եղել։ Ես ու Համոն երկար ժամանակ նկարահանվում էինք ֆիլմում եւ ընդհանրապես ես իր վրա ուշադրություն չէի դարձնում, երևի ինքն էլ իմ վրա, չգիտեմ, բայց հետաքրքիր է, կան բաներ, որ երևի կարիքներ կան մարդու մոտ, որ ինքը ինքն իրեն երբեք չի ասում եւ ինքն էլ չի գիտակցում, բայց Համոն այն տղամարդկանցից դուրս եկա, որը պայքարող էր։ Ու ինքը հասավ իր ուզածին, կարող եմ այդպես ասել, որովհետև ես հիշում եմ, որ ես մտնում էի տուն, մենք շատ կարճ ժամանակ ենք իրար ճանաչել, բայց ինքը ինչ-որ գրություններ էր գրում, թողնում մուտքի մոտ, ես քեզ սիրում եմ, ինչ-որ նվերներ, այդ ամեն ինչը սկզբից ես դեռ վայնանում էի, հետո հավանում էի, հետո չէի ուզում, բայց հետո հասկացա, որ ես դա ինձ գուցե գրավեց, գուցե չգիտեմ, եւ հետո իր մեջ մարդկային այնքան բարի հատկանիշներ կան, եւ ամենակարևոր բանը ես տեսա, թե ինքը ոնց է վարվում երեխաների հետ եւ դա ինձ շատ դուր եկավ, որովհետեւ ես տեսա, թե ինքը ոնց է սիրում իր քրոջ բալիկներն էին կարծեմ, երեխայի նման իրաց հետ խաղում էր բան ու ես հասկացա, որ ես կուզենայի, որ իմ երեխաների հայրը հենց այսպեսին լիներ։ Իրեն երբեք դա չեմ ասել, իմ ամեն խոստովանությունը, բայց երևի հենց դա ինձ ստիպեց հասկանալ, որ ես կուզենամ, որ հենց ինքը լինի իմ ամուսինը։ Ես քեզ երկար ժամանակ է ճանաչում եմ որպես բաց եւ անկեղծ անձնավորություն։ Ինչ ես կարծում, քո չափազանց բաց եւ անկեղծ լինելը երբեմն քեզ չի վնասում, խոցելի չի դարձնում։ Երբեմն վնասել է եւ շատ խորը, որովհետեւ ես բաց եմ ու ես կարծում եմ, որ մեկ հիմարության աստիճանի անկեղծ եմ եւ դա վատ է, որովհետեւ մարդիկ սովոր չեն այդպիսի անկեղծություն ընկալել, չեմ վիրավորի երբեք ոչ մեկի անկեղծությամբ, բայց ես կարող եմ ասել մի բան, որը պետք չէր գուցե այդ ժամանակ ասել ու ինչպես ասացի, ես հիմա մտածում եմ, որ գուցե պետք է ավելի իմաստուն լինել, որովհետեւ իմաստությունը խելքի հետ այդքան գուցե եւ կապված չի, որովհետեւ որ մարդ անկեղծ է, ընդհանրապես որ իրան հենց այդպես կընդունեն, բայց երբեմն դեպքեր է լինում, որ մարդիկ պատրաստ չեն ընդունել այդ անկեղծությունը եւ իրենք են վնասվում։ Հիմա որպեսզի դիմացինը չվնասվի, ես որոշել եմ մի քիչ ավելի զուսպ լինել ու կարծում եմ, որ դա արդեն երևի տարիքային նոր գիծ է, որը ես սկսել եմ ձեռք բերել, որովհետեւ այլ 18 տարեկանը չեմ, որ ամեն ինչ կարելի է, ամեն ինչ ներելի է եւ ամեն ինչ անցողիկ անցնում է, այսինքն ամեն ինչ սենց էլ կլինի, այնպես էլ կլինի, չէ։ Հիմա արդեն պետք է մտածել ինչ ես խոսում եւ սխալվելու հնարավորությունը քչանում է։ Քո տատիկը հայտնի հոկեբան Էլդա Գրինն է։ Այն շատ հետաքրքիր է, երբ լինում ես հոկեբանական ծանր վիճակում։ Հաճախ ես դիմում տատիկի խորհուրդներին, տատիկի օգնությանը եւ առհասարակ ում ես դիմում, երբ ունենում ես դրա կարիքը։ Ես ասեմ, որ շատ սիրում եմ իմ տատիկին ու մենք ընկերներ ենք եւ հետաքրքիր է, որ այո դիմում եմ, բայց ոչ հոկեբանական առումով, որովհետեւ հոկեբանական առումով ավելի մայրիկիս հետ եմ կիսվում ու ես չեմ հասկանում հոկեբանություն, որպես այդպիսին հոկեբանություն, որպես մասնագիտություն, թողների ինձ իմ տատիկը, բայց ես չեմ հասկանում, որովհետեւ կարծում եմ, որ այո, մարդը ունի հոկեբանություն եւ պիտի խորանաս եւ օգնես իրեն, բայց ամենակարևորը որ մարդը կարողանա ինքն իրեն օգնել եւ այդ ոչ թե հոկեբանին պիտի դիմես կամ եւ այլն, ես ինձ օգնում է իմ հավատքը եւ Աստված, բայց տատիկս հետաքրքիր որ շատ հարցերով կիսվում է ինձ հետ եւ թորների հետ, որ եւ պարզվում է որ հոկեբանն ունի հոկեբանի կարիք եւ այս դեպքում ես ծառայում եմ որպես հոկեբան, բայց տատիկս ինձ օգնում է նաեւ ուրիշ հարցերում, թատրոնի հետ կապված եւ ներկայացումների ես շատ եմ դիմում իրեն, կերպարների, տեսակների, խարակտերների, այ վերջերս խնդրեցի որ ինձ տանի կանանց գաղութ, ինքը դատական հոկեբան է եւ ինձ հետաքրքիր է այդ կանանց հոկեբանությունը, հիմա մի պիես եմ մտածում այդ ուղղությամբ եւ խնդրել եմ եւ պիտի գնանք այցելենք եւ այդ խարակտերների ավելի պատկերավոր դարձնելու այդպես է ինքը ինձ օգնում այդ խարակտերները բացահայտելու կողմով։ Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ արվեստի մարդիկ հաճախ ունենում են հոգևոր սննդի կարիք։ Ինչից ես լիցքավորվում։ Ամեն ինչից, դա կարող է լինել լավ առավոտը, լավ օդը, մաքուր անձրևը, ես շատ սիրում եմ անձրև, բայց հիմնականում
լավ ներկայացումները, լավ նկարը։ Ես միշտ ասում եմ, որ արվեստը երևի հենց դա է, երբ դու նայում ես մի լավ ստեղծագործություն եւ դա քեզ ոգևորում է ստեղծագործելու։ Ինձ համար արվեստը հենց դա է։ Երբ ես նայում եմ մի լավ ֆիլմ կամ մի լավ դերակատարում եւ ուզում եմ խաղալ, կամ ուզում եմ նկարել, ես նկարել չգիտեմ, լավ չեմ նկարում, բայց երբ լավ նկար եմ տեսնում, նստում եմ եւ փորձում եմ նկարել։ Հիմա դա երևի դա է հենց այդ պորտկումն է, այդ ոգևորության, որ ուզում ես ինչ որտեղ պարպես։ Իսկ ինչը կարող է Լիլի Էլբակյանին դարձնել լիարժեք երջանիկ։ Այդ միտքը, որ ես լիարժեք երջանիկ եմ, որովհետև այդ միտքը երբեմն մենք մոռանում ենք դրա մասին։ Իսկ ես հիմա սովորել եմ հենց այդպես ապրել, որ ինչ լավ է, որ ծնողներս ինձ հետ են, ինչ լավ է, որ տղաս հենց մի տարեկան է, ոչ թե 3 արդեն, եւ ուրախանալ հենց այդ օրով, որ օրով որ դու ապրում ես, որովհետև հիմա ես շատ եմ հիշում անցյալը ու ասում եմ, այն ժամանակ ես չէի հասկանում, որ ես ուսանող եմ ու երջանիկ եմ, ես ուզում էի շատ մեծ լինեի հայտնի ռեժիսոր, չգիտեմ, բայց հիմա ես ուզում եմ լինել ուսանող, ապրել այսօրվա օրով ու զգալ, որ այսօր ես երջանիկ եմ, որովհետև օրը բացվել է, որովհետև իմ ծնողները ինձ հետ են, որովհետև ես ունեմ սա եւ այդ ամեն ինչը ինձ երջանկություն է բերում։ Շնորհակալ եմ քո անկեղծ անմիջական զրույցի համար, քեզ մաղթում եմ բազում հաջողություններ բոլոր ձեռնարկումներում եւ ցանկանում եմ, որ այդ աչքերիդ փայլը երբեք չմարի։ Ես եմ շնորհակալ, շատ սիրում եմ քեզ, շատ, դու գիտես, ես պիտի ասեմ հեռուստացույցով, որ դու իմ իդեալն ես եղել մանկուց, ու դա նրա համար չէ, որ հիմա դու ինձ ասացիր, ես էլ քեզ չէի, իրոք այդպես է, ու շնորհակալ եմ, որ այս զրույցը կայացավ։ Ես էլ եմ շատ շոյված, շնորհակալ եմ։ Այսօր այսքանը։ Մեր ապրած յուրաքանչյուր հետաքրքիր պահ վաղվա հետաքրքիր հիշողություն է դառնում։ Կուտակենք լավ հիշողություններ եւ լավատեսությամբ նայենք դեպի ապագան։ Կհանդիպենք։